Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն անցկացրել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման գծով աշխատանքային խմբի առաջին նիստը։ Ադրբեջանի ԱԳՆ տվյալով քննարկվել են օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները, երկրների միջև գործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարը։ Անդրադարձ է եղել էներգետիկայի, առևտրի և տարանցման, տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական ներդրումների, պաշտպանության, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում շփումներին։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից էլ նշել են, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ որպես ռազմավարական արժեքավոր գործընկերոջ և առաջ մղել Դոնալդ Թրամփի խաղաղության տեսլականը։ Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է Հարավային Կովկասի տնտեսական ներուժը բացահայտելու կարևորությունը։ ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Մարկո Ռուբիոն նշել է, որ իրավիճակը բարդ է։ Մենք ներգրավված ենք կարգավորման գործընթացին, բայց միշտ ասել ենք, որ սա մեր պատերազմը չէ։ Այն տեղի է ունենում այլ մայրցամաքում, սակայն Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որ կարող է երկխոսել և Կիևի, և Մոսկվայի հետ, ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, այժմ փորձում են հասկանալ և մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները։ Պատերազմները սովորաբար ավարտվում են կամ կողմերից մեկի կապիտուլյացիայով կամ բանակցությունների միջոցով, սակայն այժմ չենք տեսնում, որ նրանցից մեկը կապիտուլյացիայի գնա, մանրամասնել է Ռուբիոն։ Պետքարտուղարը վստահեցրել է, Վաշինգտոնը չի պատրաստվում գործարք պարտադրել որևէ մեկին։ Նրա խոսքով կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ ճանապարհ կա անցնելու, քանի որ ամենաբարդ հարցերը մնում են վերջում։ Այժմ բանակցություններում ամենաբարդը անվտանգության, երաշխիքների և տարածքների հարցերն են։ Մոսկվան պահանջում է դուրս բերել ուկրաինական ուժերը Դոնեցկի, նույնիսկ այն տարածքներից, որոնք դեռ ուկրաինական վերահսկողության տակ են։ Կիևի համար դա անընդունելի է։ Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Մայամիում հանդիպել է ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ։ Համաձայնության ենք եկել հետագա քայլերի և համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ, մանրամասնել է պաշտոնյան։ Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները տեղեկացրել էին, որ ամերիկյան կողմից Մայամիում բանակցություններին մասնակցել են Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները։ Եվրոպական կողմը ներկայացրել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականները։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ նույնպես մեկնում է Մայամի։ Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով թիրախում է եղել նավահանգիստներից մեկը, կան ավերածություններ։ Նիկոլաևի շրջանի բնակչության մի մասն էլ մնացել է առանց էլեկտրականության։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով հանրապետության ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավ են խոցել։ Ռուսաստանի ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկությունը։ Գերատեսչությունից միայն հայտնել են, որ գիշերվանից խոցվել է 60-ից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք, թիրախավորվել են Բելգորոդի, Վորոնեժի, Լիպեցկի և այլ մարզեր։ Ըստ հաղորդագրության ԱԹՍ-ներ են հայտնաբերվել Ազովի և Սև ծովերի տարածքներում։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Անկարան և Վաշինգտոնն աշխատում են Թուրքիայի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ։ Տեղյակ ենք, որ նախագահ Թրամփը փորձում է Սենատում առաջ տանել այդ նախաձեռնությունը, մենք ևս ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ։ Առանձին աշխատանքային խմբեր ենք ստեղծել։ Թուրքիան և Միացյալ Նահանգները կլուծեն այս խնդիրը, շեշտել է Յաշար Գյուլերը։ Նա հավելել է, որ Անկարան խնդիր չի տեսնում նաև Միացյալ Նահանգներից F-16 կործանիչներ գնելու հարցում։ Իհարկե, մեր առաջնահերթությունը F-35-երն են, գիտենք, որ Իսրայելը և Հունաստանը փորձում են խոչընդոտել դրանք ձեռք բերելուն, հավելել է նախարարը։ Մեկնաբանելով Eurofighter կործանիչների գնման հարցը, Գյուլերը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրի շրջանակում Թուրքիան ձեռք է բերելու 20 նոր Eurofighter։ Համապատասխան բանակցություններ են տարվում նաև Կատարի և Օմանի հետ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում իսլամական պետություն խմբավորման թիրախներին, օրերս Փալմիրայում ԱՄՆ քաղաքացիների վրա ԻՊ զինյալների հարձակմանն ի պատասխան։ Հարվածում ենք մարդասպան ահաբեկիչներին, Սիրիան պայծառ ապագա կունենա, եթե իսլամական պետությունը վերանա, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։ Նրա խոսքով Սիրիայի ներկայիս նախագահը ջանասիրաբար աշխատում է երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ։ Պենտագոնի ղեկավարը տեղեկացրել է, որ խմբավորմանը լուրջ վնաս
մաս է հասցվել, չեզոքացվել են մեծ թվով ահաբեկիչներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից էլ մանրամասնել են, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են ահաբեկչական 70 թիրախ, հրամանատարական կետեր, զենքի պահեստներ եւ այլ ենթակառուցվածքներ։ Նշվում է, որ գործողությունը սահմանափակ բնույթ է ունեցել, սակայն Վաշինգտոնից նախազգուշացրել են, եթե հարձակումները շարունակվեն, ամերիկյան կողմը վճռական արձագանք կտա։ Դիանա Գասպարյան, լուրեր։